Հպարտություն եք զգում։ Հա, չէ, ես հիմա էլ հանգուցյալ են նրանք, ես հիմա էլ հպարտանում եմ, իմ ծնողները դատարանում շատ լավ են իրենց պահել։ Քննությունների ժամանակ բոլորը քննվել են, շատ լավ են պահել։ Լավ էր, ոնց կարող էին ինձ դուրս մղել։ Այլ բան է, որ ես արկածախնդիր էի։ Ես դպրոց ավարտելուց հետո գնացի Հեռավոր Արևելք։ Այսպես թե այնպես կատարվեց մեր կապը։ Ես գնացի Հեռավոր Արևելք, այնտեղ Կիևի ավիացիոն ինստիտուտի մասնաճյուղն էր Խաբարովսկում, որպեսզի դառնամ օդաչու։ Այդպիսի հանձնարարություն կար Հայկաս Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը եւ Ստեփան Զատիկյանը։ Ինձ հանձնարարեցին գնալ դառնալ օդաչու եւ շանտաժի ենթարկել սովետական միությունը։ Պատկերացնում եք, դառնալ ռմբակոծիչ, ատոմային ռումբով մոտենալ Մոսկվային եւ ասել վերադարձրեք Մասիս Սարը կամ Ղարաբաղը, թե չէ ռմբակոծում եմ, կրակում եմ։ Հենց այդպես էլ նպատակադրված եք գնացել։ Այո, զարմանալի է, բայց այդպես է։ Ինչ խանգարեց ձեզ։ Խանգարեց փոչը։ Բարձվեց, որ Խաբարովսկում նույնպես գիտեին ես ով եմ։ Ես պատանի էի, կարծում էի, թե KGB-ն այստեղ Միայն այստեղ է ինձ հսկում, իսկ հեռացար Հայաստանից դու արդեն ազատ ես, դու նոր կենսագրություն ունես, որովհետև իմ հարազատներից նրանք, ովքեր որ չէին վերադարձել Հայաստան աքսորվածներից, նրանք կարիերա ունեին, նրանք պաշտոններ էին զբաղացրել, ջնջել էին այդ էջերը, հետաքրքիր էր նրանց կյանքը, իսկ ովքեր որ մնացել էին այստեղ, նրանց վրա մնացել էր դա հակասովետականի ռեաբիլիտացիան, կուլակի ռեաբիլիտացիա։ Իսկ այնտեղ դա չկար, բավական հետաքրքիր կյանք ունի։ Ես մտածում եմ, ես էլ կգնամ եւ կվերջանա։ Բայց բարձվեց, որ այդպես չի, որովհետեւ այդ զինգրքուկը կապ կար հարցում են անում, բարձվում է, որ ես վստահություն չեմ ներշնչում, վստահելի չեմ։ Մանդատային հանձնաժողով պետք է անցնեի։ Ուրեմն օդաչու դառնալու համար կամ ռազմական ինստիտուտ ընդունվելու համար անցնում ես մանդատային հանձնաժողով, մանդատային քննություն, բարեհյուսության հարց կա, ով ես ծագումդ մեծ, շատ երկար, երևի մի 40 սանտիմետր երկարությամբ անկետա պետք է լրացնես, ով ես դու ծագումով, նախնիներդ, արտասահմանում բարեկամ ունես թե չէ, եւ այլև այդ բոլորը հնարավոր չի լրացնել։ Ես չկարողացա դա լրացնել։ Հայկական պետական անկախ Հայաստանի բանակի սպաներ։ Դուք պատկերացնում եք ինչ է գրված քարտի մեջ, ով կթողներ, որ ես օդաչու դառնայի։ Նավասարդյան Աշոտն էլ չդարձավ նույն պատճառով։ Նույն հանձնարարական նաև ուներ։ Նավասարդյան Աշոտ պապիկը նույնպես հայկական բանակի սպա է եղել։ Մենք ընկերներ էինք ու չանցանք։ Ձեզ վրա ավելի լուրջ ազդեցություն ունեցել է ձեր գաղափարակից ընկերներից ով։ Չկա այդպես, չկա, ես ինքս եմ ինձ ծնել։ Հարգել եմ, օրինակ, մեր Հայկաս Խաչատրյանը ԱՄԿ-ի հիմնադիրներից Շահեն Հարությունյանը, մենք ընդհանրապես Ստեփան Զատիկյանի հետ էինք մոտ, տարիքով էլ էինք մոտ, նրանք մեծ էին, այսպես մի 20 տարի մեծ էին, իսկ Ստեփանը մեզից մի քանի տարի էր մեծ, մենք երիտասարդներ էինք, մենք ավելի շատ էինք շփվում, բայց այդպես ասենք ազդել արդեն չկար, որտեվ ես ազդված եմ մտել։ Ինչ հանձնարարականներ էիք ստանում բացի այդ օդաչու դառնալուց, այսինքն ինչպես էր դրսևորվում ձեր հակասովետական գործունեությունը։ Դա դասական թռուցիկներ տպել։ Մենք նույնիսկ մի արտառոց բանել ենք արել ռադիոհաղորդում ենք կազմակերպել Ծիծեռնակաբերդի համալիրում, այն ժամանակ դեռ կիսակառույց էր 1967 թվականին մենք դա կազմակերպեցինք ու բռնվեցինք 73 թվականին, այսինքն չբացահայտվեց Երևանյան մասնաճյուղը, կարծում եմ դրա իդեան ինձ թվում է Հայրիկյանին էր կամ ես չգիտեմ ումներ, բայց հանձնարարվեց, մենք հանձնառանք, որ մենք կանենք, մեր Շենգավիթյան մասնաճյուղը դա արեց, կաբելներ անցկացրեցինք, նախորոք տեղադրեցինք այդ բարձրախոսները բանի վրա, այդ ենթակայանի վրա, խորամանկություն էր դա, մենք գիտեինք, որ անմիջապես կմոտենան ոստիկանները և KGB-ի
աշխատակիցները ու պետք է հասկանում ենք, որ նրանք պետք է մտածեն, որ մենք ենթակայանի մեջ ենք, ուրեմն պետք է մինչև ջարդեն, մինչև մտնեն, հաղորդումը կավարտվի։ Դրա համար մենք, այսպես ասած, թակարդ էինք սարքել, ենթակայանի վրա էր դրված, բայց հաղորդումը գնում էր ձորից, Հրազդանի ձորից։ Մենք մի ընկեր ունեինք, նրա հայրը շատ լավ մարդ էր, հայրենադարձ էր, նա ռադիոէլեկտրոնիկայի մասնագետ էր, ուրեմն բոլոր հաշվարկները ու այդ ռադիո հաղորդման համար անհրաժեշտ ուժեղացուցիչ բանը ինքն էր հաշվարկել, սարքել, մենք սովորական մեքենայի ակումուլյատորով եւ մագնիտոֆոնով ձայնագրել էինք այդ հակասովետական ելույթը, սովորական մի բան էր, որ գենոցիդը 15 թվականով չի ավարտվել, շարունակվել է 23 մինչև 23 թվական, հետագայում 37 թիվ, 46, 49 թիվ ու հիմա էլ սպիտակ ջարդ է գնում։ Գենոցիդ բառը չէինք օգտագործում, եղեռն, ջարդ։ Գենոցիդը մեզ համար նոր բան է։ Մենք ասում ենք ջարդը շարունակում ենք հիմա էլ։ Այդպիսի մի հաղորդում օրինակ կազմակերպեցինք, մենք արեցինք։ Հետո արդեն 70-ական թվականներին մենք հայտարարեցինք տարերի մատրիցաներ ու սարքեցինք տպագրական սարք, որը բավական որակով էր։ Բացի գրամեքենաներից եւ ֆոտո ու ցինկոգրաֆիայից մենք նաեւ դա ունեինք։ Ահագին գործ է, համարվում է, ես դրա համար խիստ պատիժներ եմ ստացել։ Այսինքն եթե դուք ուզում եք իմանալ թե ինչ աստիճանի էր իմ աշխատանքը որակյալ, դատավճիռը դա ատեստատն է։ Նա ես ստացել եմ միշտ ամենաբարձր պատիժը։ Հիմա գանք ամենաառաջին պատժին։ Հա, դա արտարոց բան է։ Հա, ես բանակից վերադարձել եմ ծանր տրավմաներով, հենակներով։ Ինչու՞։ 70 թվականին ու մինչև 72-3 թվականին ես անառողջ էի։ Բացի դրանից բոլոր ընկերներս արդեն դատապարտված էին։ Հայրիկյանը, Նավասարդյանը, Զատիկյանը։ Ինչպես իմացաք նրանց դատապարտված լինելու մասին։ Ու վկա եմ եղել, բանակում էի, հարազատներս ասում էին։ Եվ ինչ էիք մտածում։ Մտածում էի, որ ինձ ասեցին, որ բանակը քեզ համար պետք է լինի նույնպես պատիժ։ Դրա համար եք հենակներով վերադարձել։ Դա նորմալ էր, այն ժամանակ ովքեր որ բանակում էին, ես հիմա ձեզ պետք է ասեմ, որ ինչ որ բան կար չսրելու միտում։ Զարմանալ է, մենք ստիպում էինք KGB-ին, որպեսզի մեզ հալածի։ Մեզ օրինակ ես մի 4-5 անգամ հրավիրվել եմ, գրավոր եւ բանավոր զգուշացվել եմ։ Այսինքն բռնվում էի կամ ինձ մատնում էին, ասում էին այդ գործերի համար, ինձ կանչում էին, ինձ բոլորին։ Դա մենակ ինձ համար բացառիկ չեմ եղել։ Բոլորից հրավիրում էին։ Ուղղակի մենք մեզ բան էինք պահում ավելի կոպիտ։ Մենք լավ ենք անում։ Գնդակարեք, սպանեք։ Ինչպեսի պատասխաներ հնչում։ Մենք շատ վատ էինք պահում, մեզ ասում ենք, եթե մենք լինենք, ձեզ հետ վատ ենք վարվելու։ Մենք ձեզ հետ վատ ենք վարվելու։ Դատարանում էլ էինք դա ասում։ Ասում էր, դե փաստաբաններից հրաժարվում ենք, ասում ենք, ինչի պաշտպանենք։ Դուք պետք է ձեր մասին մտածեք։ Դուք մեզ դատում եք, դուք ձեզ վտանգում եք, որտեղ մենք ձեզ հետ այսպես չենք վարվելու։ Շատ խիստ ենք լինելու, չենք դատելու։ Միանգամից տեղում վճռելու ենք, եկվի կատար ենք ածելու։ Ու հասկանալ է ինչ իմաստն է խոսքը, այսինքն գնդակահար ենք ձեզ, որպես հայրենիքի դավաճան։ Դուք ինձ հակասովետական եք ասում, իսկ ես դավաճան եմ ասում։ Դուք դավաճան եք։ Իմ ասածը ճիշտ է։ Դեմեք, որ Մասիս Սարը մերը չի։ Բերեք։ Ղարաբաղը մերը չի, Նախճեվանը մերն է։ Մերն էր, չէ։ Պատմություն գիտեք, դրանք բոլորը պատմության ֆակուլտետը ավարտած։ Չեկան այդպես եմ ասեք, պատմության ֆակուլտետը բաներ, դարբնոցներ չեք այս մեկ, դուք գիտեք պատմությունից, սխալ եմ ասում։ Լավն էր, Լենին, Աթաթուրք, դաշինքը լավ բան է։ Ես ասում եմ վատ է, դուք ասեք ինչ եք ասում։ Դե ասում եմ դա ժամանակավոր է, ասում եմ ժամանակավոր վատ բան եք անում դուք։ Մեր արգումենտները շատ հզոր էին։ Ասում եմ դուք դավաճան եք, մենք խիստ ենք լինելու ձեզ։ Դրա համար դատեք, ինչ ուզում եք արեք։
Արեք։ Հետո մենք հույս ունենք, որ դա շուտ կլինի, բայց հոգու խորքում գիտենք, որ չի լինելու։ Մենք չենք տեսնի դա։